Անժխտելի է, որ 2025-ը Հայաստանի համար իրական հնարավորությունների տարի էր։ Հատկապես օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններով Հայաստանի առջև բացվեցին ահռելի հեռանկարներ։ Սակայն 2026-ին է որոշվելու ամենակարևորը, այդ համաձայնությունները շարունակություն կունենան, թե կմնան պարզապես գեղեցիկ արարողության մասին արձանագրություն։ Ստորագրել խաղաղության գործարքը, նույնիսկ եթե դա տեղի ունեցել Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ, մի բան է, տեր կանգնելը դրանց այլ բան։ Տեր կանգնել նշանակում է ամեն օր աշխատել խաղաղության համար, պլանավորել, ռիսկերը կառավարել, տնտեսական ու անվտանգային քայլերը հասցնել վերջնարդյունքին եւ ամենակարևորը՝ չթողնել, որ Հայաստանը կործանել ցանկացողները քաղաքական ռեաբիլիտացիայի շանս ստանան։ Ու հենց դրա համար առաջիկա ընտրությունները սովորական ընտրություն չեն։ Դրանք ընտրություն են, թե ով է պաշտպանելու Վաշինգտոնում խաղաղության գործարքի տակ դրված Հայաստանի ստորագրությունը։ Մեր համոզմամբ մրցակցությունը պետք է լինի միայն այն ուժերի միջև, որոնք ճանաչում են օգոստոսի 8-ի համաձայնությունները եւ պատրաստ են թե իշխանության եւ թե ընդդիմության կարգավիճակում դրանց իրականացումը դարձնել ավելի արագ, ավելի որակյալ, ավելի պաշտպանված։ Հարգելիներ, սա պետության ապագայի հարց է։ Եթե այս համաձայնություններին տեր չկանգնենք, մենք կորցնելու ենք ոչ թե օգոստոսի 8-ին համաձայնեցված փաստաթուղթը, այլ Հայաստանի խաղաղության, զարգացման, անվտանգության հեռանկարը։ 2026-ին մենք որոշում ենք, Հայաստանը գնում է առաջ վստահելի ձեռքերով, թե ոչ։ Մեր առաջարկը հստակ է՝ պահել ձեռք բերվածը, ուժեղացնել խաղաղության ճանապարհը եւ վերջնականապես ջախջախել Հայաստանը կործանել ցանկացողների շանսերը։